Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պատմական իրադարձություններ են մեկը մյուսին հաջորդում։ 3 պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան եւ արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցին թրիփ նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը։ Առավելագույնը 1 ամսվա ընթացքում կստորագրվի վերջնական, այսինքն դրանով արձանագրվեց, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները տեքստը համաձայնեցրել են, բանակցված ավարտված է եւ միակ բանը, որը մնում է անել, ստորագրել եւ վավերացրելն է։ Ինչով է պատմական փաստաթուղթը։ Պատմական կարճ ժամանակահատվածում, կարճաժամկետում եւ երկարաժամկետում։ Կարճաժամկետում պատմական է, որովհետեւ ի վերջո արդեն 5-6 տարի մեզ ուղեկցող միջանցքային խոսակցությունները անվերադարձ փակվեցին, որովհետեւ հստակ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր հատվածներում պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հաջորդիվ, այսինքն հիշում եք, չէ՞, ժողովուրդ ջան, ինչ է 20 թվից անընդհատ միջանցք, ընդ որում հիմա մենք Միացյալ Նահանգների հետ ենք այս նախագիծը իրականացնում։ Ես նաև ասել եմ, որ մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր կամ հետաքրքրվել են, թե ինչու ենք Միացյալ Նահանգների հետ անում եւ ոչ այլ գործընկերների, ես միշտ բոլորին ասել եմ, որ ցանկացած գործընկեր, ով կստորագրի 4 բառի տակ, ես պատրաստ եմ իրանց հետ աշխատել։ Տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ 2020 թվից եղել են տարբերակներ, որ այս բառերից միայն 2-ը օգտագործվի փաստաթղթի մեջ։ Մենք չենք համաձայնվել, որովհետեւ տեսել ենք, որ դա ստեղծում է սողանցք մեր տարածքի ինչ որ հատվածների վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակելու։ Մենք չենք գնացել այդ լուծումների, մենք անասելի ճնշումների ենք ենթարկվել, այդ թվում ռազմական ճնշումների ենք ենթարկվել, էսկալացիոն ճնշումների ենք ենթարկվել, բայց մենք մեր երկրի շահը մի միլիմետր անգամ չենք զիջել եւ մենք հասել ենք արդյունքի եւ այսօր այդ նախագիծը ոչ միայն փակում է միջանցքային տրամաբանությունը, այլև բացում է անսահման հեռանկարներ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչով է բացում անսահման հեռանկարներ։ Ի վերջո մենք դրանով վերջնական եւ անշրջելիորեն հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Ինչա տեղի ունենալու այդ նախագծի շրջանակներում։ Այդ նախագծի շրջանակներում ամենաակնհայտ բանը, որ տեղի է ունենալու, հետեւյալն է։ Ուրեմն մեղրի երկաթուղին վերաբացվելու է, եւ մեղրի երկաթուղին է վերաբացվելու եւ մեղրի երկաթուղին գալու է վերաբացվի միջև երասխ։ Եվ սա ինչով է կարևոր։ Կարևոր է իհարկե այդ երկաթուղից օգտվելու են նաեւ ադրբեջանցիները Նախճեվանի եւ Ադրբեջանի միջև կապի համար։ Բայց նաեւ այդ երկաթուղից օգտվելու ենք մենք երասխի, այսինքն Հայաստանի հյուսային եւ հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։ Դուք գիտեք, որ մենք այսօր հարավից դեպի հյուսիս, այսինքն Սյունիքից դեպի մեր երկաթուղի չունենք մենք Հայաստանի այդ հատվածում։ Եվ թերևս եւ մենք ստանալու ենք երկաթուղի։ Սա ամենապարզ բանը, որ ասեմ, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խտանյութը բեռնատարներով այսօր գալիս հասնում երկաթգծի կայարան, որով արտահանվում է։ Սա նշանակում է մեզ համար հնարավորություն, որ մենք Սյունիքից առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով եւ դեպի Սյունիք էլ ապրանքներ տանենք։
բայց հնարավորությունը որ բաց է հետագան բիզնեսը ցույց կտա թե ինչի համար է օգտագործվում, այսինքն ճանապարհն է օգտագործվում։ Երկրորդը, որը շատ կարևոր է, մենք նաև հետագայում տրանզիտի համար Հայաստանը մեծ եկամուտներ է ստանալու։ Այսինքն ամեն գնացք, որ մեր տարածքով անցավ դրա համար վճարելու է։ Այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ պետական բյուջեի միջոցները օգտագործվելու են Հայաստանի կարիքների համար, թոշակներից սկսած ճանապարհներով ավարտած։ Ավելին ասեմ, երբ որ մենք խտանյութը բերենք բեռնատարով, գնացքով եւ ոչ թե բեռնատարով, այդ նշանակում է, որ Հայաստանի ճանապարհների որակը եւ կիրառելիությունը էականորեն լայնանալու է, ընդլայնվելու է։ Ինչի, որովհետեւ այսօր ցավոք գերբեռնված բեռնատարների խնդիրը չի հաջողվում լուծել եւ ճանապարհները այդ բեռի տակ ավելի արագ են քանդվում, քան սպասվում էր։ Հաջորդիվ, բայց տրիպ նախագիծը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով կարող են անցնել նաեւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետի մալող, այդ ամեն ինչի համար Հայաստանը ստանալու է տրանզիտի փող։ Բայց բացի այդ շատ կարևոր է, որ այդ բոլոր ենթակառուցվածքներով Հայաստանը եւ ներմուծում կարող է անել, եւ արտահանում կարող է անել։ Եվ սա նույնպես շատ կարևոր է։ Էլ չեմ ասում այդ բոլոր ուղիների սպասարկումը։ Սա նշանակում է նախ մեծ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, երկրորդն է նշանակում է մեծ թվով աշխատատեղեր, որովհետև երկաթուղու մասնագետներ եւ այլն, էլեկտրահաղորդման, այսինքն դա մեծ ներդրումներ եւ մեծ աշխատատեղեր է եւ ելի ուզում եմ ընդգծեմ, այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության ներքո։